Հաղորդման հովանավորն է «Տուն դեպո կահույքի խանութ սրահը»։ Հաղորդման հովանավորն է Dream Park հյուրանոցառեստորանային համալիրը։ Հաղորդման հովանավորն է Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Ինչպես իմ գործընկերուհի Արմինեն է սիրում ասել, կոկիկ, սիրով ու ժպիտով սկսում ենք մեր կիրակնօրյա բարև երկիրը։ Բարի լույս մեր ամենալավ հեռուստադիտողներ։ Բարի լույս Սիաննա, բարի լույս Ելի հեռուստադիտող, հուսով ենք ձեր 3 շաբաթ օրը լավ է անցել եւ այսօր սկսել եք մեզ հետ, որպեսզի այսօր եւս ձեր մոտ լինի լավ տրամադրություն։ Այո, հիշում ենք մեր գործընկերներին, առանց որոնց լավ տրամադրությունը մեր պարզապես անհնար էր լինելու։ Նրանք են Տուն դեպո խանութ սրահը, Dream Park, Հանգստյան գոտին եւ իհարկե Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Եվ այն հասցեները հիշեցնեմ, հետո դու կշարունակես եւ կներկայացնես մեր գործընկերներին։ Երկիր մեդիայի YouTube-յան եւ Telegram-յան ալիքներ, ինչպես նաեւ Երկիր մեդիայի ու Բարև երկրի Facebook-յան էջեր։ Այո, ամեն անգամ Զիանան պարտաճանաչ հիշեցնում է, քանի որ հենց այդ էջերի միջոցով էլ դուք կապ եք հաստատում մեզ հետ, անում հետաքրքիր առաջարկներ, գրում հետաքրքիր նամակներ, որոնց համար մենք շնորհակալ ենք շատ։ Շարժվենք առաջ եւ ինչպես սիրում ենք թողարկման առաջին հատվածում անպայման փորձում ենք աչքի տակով անցկացնել ամբողջ անցնող շաբաթը, հասկանալ ինչ հետաքրքիր իրադարձություններ են եղել եւ մեր երկրում եւ մեր երկրի սահմաններից դուրս։ Այսօր մայիսի 24-ն է 2003 թվականի հենց այսօրն է Երևանում բացվել Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը։ Հովհաննես Բաղրամյան կազմակերպության նախաձեռնությամբ եւ Հայաստանի պաշտպանության նախարարության աջակցությամբ դեռևս 1995 թվականին Հայաստանի նկարիչների եւ ճարտարապետների միությունների համատեղ կազմակերպած մրցույթում ներկայացված 7 աշխատանքներից ընտրվել էր քանդակագործ Նորայր Կարգանյանի գործը։ Հուշարձանի ճարտարապետն է Էդուարդ Արեշատյանը։ Հուշարձանը կառուցված է բրոնզից եւ գրանիտից, բարձրությունը 9 մետր է։ Հարկ է նաեւ նշել, որ հուշարձանի հուշաքարի բացումը տեղի ունեցել դեռևս 1995 թվականի մայիսի 8-ին Մարշալ Բաղրամյան պողոտայում Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց։ Ինձ թվում է սա մեր այցեքարտերից մեկն է, քանի որ դրսից եկածները շատ են տպավորվում այդ գեղեցիկ կարծես թե բարձունքի վրա ներկայացվող արձանից։ Շարունակենք եւ արդեն տեղափոխվենք դեպի Եվրատեսիլյան իրականություն։ Ինչպես արդեն նշել էինք օրեր առաջ, տեղեր ունեցել Եվրատեսիլ 2026-ը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր երգիչ Սիմոնը։ Ինչու ենք նորից հիշում, քանի որ 1956 թվականի հենց այսօրը, մայիսի 24-ին, շվեյցարական Լուգանոյում անցկացվել է Եվրատեսիլ երգի առաջին մրցույթը։ Մի փոքրիկ տեատրո կուրսալ անվանումով դահլիճում անցկացվող առաջին մրցույթի հաղթող ճանաչվեց շվեյցարիան ներկայացնող Լիզ Այսյան իր ռեֆրեին երգով։ Թույլատրվում էր միայն անհատական կատարումներ, այն ժամանակ բոլոր երկրները պարտավոր էին կազմակերպել իրենց մասնակիցներին ընտրությունը ազգային հեռուստատեսությամբ։ Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցում է սկսած 2006 թվականից։ Ընդհանուր 13 տարվա մասնակցության ընթացքում Հայաստանը 7 անգամ հայտնվել է լավագույն տասնյակում։ Հիշեցնենք նաև, որ այս տարի դասական Եվրատեսիլ 2026 միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում։ Եվ հունիսի 6-ին եվրոպական 10 երկրի պատվիրակություն ժամանելու են Հայաստան եւ Ալեքսանդր Սպենդերյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեծ բեմում փայլելու են իրենց տաղանդով, իսկ Հայաստանը ներկայացնում է գեղեցկուհի ֆլեյտահարուհի Էլեն Բիրաբյանը, ում մենք հաջողություններ ենք ցանկանում։ Այո, դասական երաժշտության թեման ամենալավն է, հետևաբար մենք շարունակում ենք։ Երեկ եւ այսօր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով Չինաստանում է գտնվում։ Մայիսի 23-ին նվագախումբը հրավիրված էր մասնակցելու Շանհայի Չենշան երաժշտական փառատոնին, որը Ասիայում անցկացվող ամենամեծ դասական երաժշտության փառատոնն է։ Համերգի ծրագրում ընդգրկված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները եւ հայտնի համաշխարհային դասական գլուխգործոցներ։ Այո, այս տարի լրանում է Արամ Խաչատրյանի Սպարտակ բալետի 70-ամյակը այդ առիթով համերգի ծրագրում ներկայացվելու են հատվածներ այս ստեղծագործությունից, ինչպես նաև Խաչատրյանի այլ ստեղծագործություններ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երկրորդ համերգը արդեն կկայանա այսօր երեկոյան Ֆուջիանի մեծ թատրոնում, դե բնականաբար համերգները ղեկավարում է Սերգեյ Սմբատյանը։
Շարունակում ենք խոսել ինչպես երաժշտությունից, այնպես էլ հայ մեծերից, իհարկե ոչ դասական, բայց արդեն լեգենդար մեր հայ երգչուհու մասին ենք խոսելու, լեգենդար Հայուհի Շերը, որը մայիսի 20-ին նշել է իր 80-ամյակը, կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում շնորհիվ այն տեսքի, որը երկրպագուները անվանում են անհավանականորեն երիտասարդ իր տարիքի համար, հիշեցի Դեմի Մուրին։ Լեգենդար երգչուհին, որը ճանաչում է ձեռք բերել 1960-ականներին որպես Sonny and Cher դուետի անդամ, շարունակում է տպավորել իր մարմնակազմությամբ և էներգիայով, բացահայտելով, թե ինչպես է պահպանում իր տեսքը։ Այո, նա պատմում է այդ մասին եւ գաղտնիք չէ, Շերը շաբաթական մոթիկ անգամ մարզվում է անձնական մարզչի մոտ։ Խոստովանում է տարիքը իր համար արդարացում չէ երբեք։ Երգչու սննդակարգը հիմնված է բուսական եւ կաթնամթերքից զերծ դիետայից։ Շերը խոստովանում է, որ հազվադեպ է միս ուտում եւ նախընտրում է էներգիա ապահովող սնունդ առանց ծանրության զգացողության։ Եվս մի արմատներով հայ այս շաբաթ համաշխարհային քննարկման կենտրոնում էր։ Հայկական ընտանիքում ծնված Լարի Գագոսյանը կդառնա արտ շուկայի գաղտնիքների մասին սկանդալային նոր վավերագրական ֆիլմի թեման։ Բարի Ավրիչի կողմից նկարահանված նոր վավերագրական ֆիլմի անվանումն է Ստվերային մարդը Լարի Գագոսյանի գաղտնի աշխարհում։ Հայերը այս շաբաթ կարծես թե որոշել են աշխարհի ուշադրությունը իրենց վրա վերցնել եւ ըստ արկա տեղեկությունների ֆիլմը խոստանում է բարձրացնել աշխարհի ամենահզոր արվեստի կայսրություններից մեկի փակ համակարգի վարագույրը։ Աղբյուրների համաձայն պատկերասրահների նախկին աշխատակիցները եւ նկարիչները արդեն հերթ են կանգնում, որպեսզի կիսվեն կուլիսներից դուրս պատմություններով եւ Գագոսյանի մասին մանրամասներով։ Գագոսյանը սկսել է իր կարիերան 1980 թվականին, բացելով իր առաջին պատկերասրահը Լոս Անջելեսում։ Այդ ժամանակվանից ի վեր նա ընդլայնել է իր ցանցը, հասցնելով աշխարհի 17 պատկերասրահների, դառնալով համաշխարհային ուժ ժամանակակից արվեստի շուկայում։ Այսօր նրա պատկերասրահների կայսրությունը ներկայացնում է 100-ից ավելի արվեստագետների, այդ թվում այնպիսի հայտնի վարպետների, ինչպիսիք են Էդ Ռուշան, Պաբլո Պիկասոն, Ֆրենսիս Բեյքոնը, Թեյլոր Միչելը եւ Տակաշի Մուրակամին։ Իրականում շատ հետաքրքիր է, թե ինչպես են նկարելու հատկապես սկանդալային պատմությունները նրա հետ կապված, նրա կառավարման հետ կապված։ Կարծում եմ մանավանդ, որ հայ է, բոլորիս կհետաքրքրի, ես ուզում եմ տեսնել այդ ֆիլմը։ Այո, թող լինի, բոլորս էլ անպայման կտեսնենք, այս պահին երաժշտություն ենք լսելու իհարկե, չեն փոխվում մեր ավանդույթները եւ շտապելու ենք դիմավորել մեր առաջին հյուրերին։ Երանի վերևի սունգար Արևը ամպերից տունգար Ու մաքրեր քաղաքնին նոր սերգար Երանի սարերից հով կար Ու անուշ կամու հետ զով գար Սեր ապրեր քաղաքն ու իմ տունը Նոր գարունգար Երևան վեր Ամեն օր բոլորին դու բերսեր Լցրու փողոցներդ երկու խաղով Ամենագեղեցիկ ծիծաղով Երևան վեր Ամեն օր ամենին դու դուրսեր Լցրու քո բակերը երկու խաղով Արևոտ գեղեցիկ ծիծաղով Երանի ամպերի զունգար Ամեն հայոտարից տունգար Ու լցվեր քաղաքնին նորման կանչիչով Երանի խաղաղություն գար Ծաղկեր փունջ տար Ու ապրեր քաղաքնին նոր սիրո կանչով Երևան վեր Ամեն օր բոլորին դու բերսեր Լցրու փողոցներդ երկու խաղով Ամենագեղեցիկ ծիծաղով Երևան
ver Ամենուր ամենին դու դուրս էր Լսրու քո բակերը երկու խաղով Արևոտ գեղեցիկ ծիծաղով Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, մենք Բարև երկիրն ենք, սիրով շարունակում ենք մեր ընթացքը, հատկապես ուզում եմ գրավել այն կանանց ուշադրությունը, ովքեր արթնացել են եւ մտածում են ինչ պատրաստել, ենթադրենք այսօր։ Ճիշտ է, դեռ առավոտ շուտ է, կարծում եմ ոչ մեկի մտքով չի անցնում, բայց կարելի է օրինակ պատրաստել տոլմա։ Գուցե ավելի լավ բաղադրատոմսով, գուցե չգիտեմ այլ եղանակներով, որոնց մասին մեր հյուրերը սիրով կպատմեն, խոսելու ենք տոլմայի փառատոնի մասին։ Մայիսի 24-ին Զվարթնոցի տաճարի տարածքում անցկացվելու է Ուդուլի տոլմայի համահայկական փառատոնը։ Այստեղ է տեղին ասել, որ հայկական համերը միշտ համատեղվում են եւ մարդկանց Միավորում են թե նորովի մոտեցմամբ, թե արդեն դասական մեզ ծանոթ տարբերակներով եւ այս առիթով մեր հյուրերն են հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը, բարի լույս, եւ նույն հասարակական կազմակերպության փառատոնների համակարգող Անի Նազարյանը, բարի լույս։ Բարի գալուս մեր։ Օրը ինչպես է սկսվել ձեզ մոտ եւ ձեզ մոտ։ Օրը սկսվել է լարված աշխատանքով, որովհետև փառատոն կազմակերպել մեծ ուժեր եւ մեծ նյարդեր են այլ տանում, բայց այնուամենայնիվ եթե հավատում ես եւ եթե վստահ ես, նախ պիտի ողջունես բոլորին եւ բարձրալին, որ լույսը բացվել է եւ դու տեսնում ես այդ լույսը։ Պարոն Մամուլյան, այսքան տարի փառատոնը կա ու տարիներ շարունակ գնալով ավելի է հետաքրքրություն առաջացնում մարդկանց մոտ, շատ լավ, դեռևս այն ժամանակ, երբ նոր էր սկսվում այցեքարտ դարձավ զբոսաշրջիկների համար, որն է հաջողության գաղտնիքը այս փառատոնի։ Ձեզ փորձեցին կրկնօրինակել նույնատիպ փառատոնների միջոցով։ Որն է հաջողության եւ յուրահատկության գաղտնիքը այս փառատոնի։ Հաջողության գաղտնիքը չկրկնօրինակելն է եւ ազնիվ լինելը ընդհանրապես, բայց բոլոր երևույթների հիմքը սերն է։ Եթե չկա սեր, ոչինչ հնարավոր չի իրականացնել։ Այդ թվում նաեւ փառատոն, այդ թվում նաեւ ընդհանրապես որևէ մեկին ինչ որ հանդիպում կազմակերպել, նույնիսկ 10 հոգու մեկտեղել։ Եթե չկա սեր, բացառված է։ Պարոն Մամուլյան, կուզեմ ուդուլ բառը ստուգաբանեք։ Ես հետաքրքրվեցի, բայց շատ հեռուստադիտողներ կարծում եմ կուզենան իմանալ, թե դա ինչ է նշանակում։ Ուդուլին վայրի խաղողի վազն է, որը հնում դեռ ուրապական ժամանակներից այդպես կոչվել է խաղողի վազը։ Եվ հենց դրանով է կապված, դրանից է գալիս տոլմա բառը, տոլիի մասով։ Սա իհարկե ստուգաբանված բառ է եւ մենք ուզում ենք հենց անկաման հենց ոչ թե դիտավորել, այլ դիտակցված ենք այդ անվանումը դրել եւ տեսեք նույնիսկ ID-ների, որ մենք ասում ենք ամենահայտնի ID-ներից Երևանի, դա Դալմայի ID-ներն են, ելի կապված է տոլմայի, տոլիի, դուրի հետ։ Շատ է։ Անի, մի փոքր կուզենք, որ մանրամասնեք այս տարվա մասնակցության հարումով, ովքեր են շատ մարդկա, ինչ եք նախատեսում, հա, ինչ փոփոխություններ կան։ Եվ ինչ է Զվարթնոցի տաճարում։
Արդեն 3-4 անգամ նկներեք, որ Զվարթնոցի տարածքում է անցկացվում, նախ տոլման, երբ որ մենք սկսեցինք 2011 թվականից կազմակերպել, ինչպես էր ընտրում էինք հիմնականում պատվամշակութային վայրեր։ Անցկացվել է Սարդարապատի տարածքում, Մուսալարան, Հնաբերդի եւ այս անգամ Զվարթնոցի։ Ընդհանրապես մեր կազմակերպության կողմից բոլոր կազմակերպող փառատոնները նաեւ ենթադրում են մշակութային զարգացում, նաեւ հանրահռչակում եւ Զվարթնոցը, քանի որ մեր նյութական մշակութային ժառանգությունն է, իսկ տոլման մեր ոչ նյութական մշակութային ժառանգությունը համատեղել ենք։ Եվ քանի որ նաև սիրվել է վայրը, ինչպես նաև ցավոք սրտի ունենք նաև հանրության մեջ մարդիկ, ովքեր Զվարթնոցի մասին տեղյակ չեն։ Այսպիսով համ туриզմն է խթանում, համ տոլմայի փառատոնն է անցկացվում մեկ վայրում։ 3 տարի դադար ենք ունեցել, նշեմ նաև, եւ 3 տարի դադարից հետո արդեն այս տարի կլինի 13-րդ փառատոնը տոլմայի համահայկական։ Ինչպես միշտ նախատեսում ենք տասնյակ տեսակի տոլմաններ, իմիջիայլոց 13 տարիների ընթացքում բացահայտել ենք 60-ից ավել տեսակի տոլմաններ, մենք ծանոթ է սովորական 2-3 տեսակ հայտնիները, բայց այս փառատոնը նաև ընձեռնում է հնարավորություն նաև ծանոթանալ մարզային տոլմաններին, օրինակ կարտոֆիլով տոլման, ձկով տոլման, սոխի տերևի մեջ տոլման, Համար բացահայտում դարձած կանեփով տոլման։ այո, Որը շատ բացահայտում էր թե գույնի, թե տեսքի, թե իմիջիայլոց այդ տոլմայի համար բավականին մարդիկ են գալի, դա 3 օր եփվում է, դա բավականին բարդ պատրաստվող տոլմա է։ Եվ նաև ունենում ենք նորարարություններ, այսինքն խոհարարները իրենց իմպրովիզներն են ներկայացնում, ունեցել ենք նաև, այսպես ասած, սուշի տոլմայի տարբերակ, տոլմայի ֆոնզյո տարբերակը, որ էլի շատ հետաքրքիր եւ համեղ էր, չեմ հիշում որ տարին էր, թուրինջով տոլմաները, երբևիցե մտքով մարդու չեն հասնի, բայց շատ հետաքրքիր համային նորարարություն էր ստացվել։ Իմիջիայլոց մենք այնտեղ կունենանք նաև վարպետաց դասի տաղավար, որտեղ պարոն Մամուլյանի գլխավորությամբ նաև այլ հայտնի խոհարարներ տեղում պատրաստելու են եւ ցուցադրելու են տոլմայի տեսակներ։ Մի այսպիսի բան կա, քանի որ տարածքում պատղատոց առեր կան, մենք ընդունված է որ մենք խաղողի տերևի մեջ ենք փաթաթում, բայց նաև այլ տերևների մեջ է հնարավոր փաթաթել, օրինակ սարքեֆիլի տերևի մեջ։ Չէ, իհարկե չէ։ Որքան էլ այս հարցը իհարկե ծեծված եւ շրջանառված է, բայց քանի որ խոսում ենք տոլմայի փառատոնից եւ տարատեսակ միջուկներից ու տերևներից, մեր հարևան բոլոր երկրները գրեթե ասում են, որ կոնկրետ ազգի չի պատկանում տոլման, որևէ միջուկով փաթաթուկը ինքը հենց արդեն տոլմա է, որը յուրաքանչյուր ազգ յուրովի պատրաստում է եւ ունի, բայց իհարկե մենք սիրում ենք ասել, որ տոլման հայկական է եւ դնել վերջակետ։ Ուզում եմ եւս մեկ անգամ հասկանանք, թե այդ տասնյակ տեսակներից որ տոլման է հայկական եւ առհասարակ արմատները որտեղից են գալիս։ Ես կարծում եմ եւ մեր ուսումնասիրությունները ամենայն դեպս այդ կարծիքին են մեզ բերել, որ նախնական տեսքով տոլման խաղողի տերևի մեջ այծի ծեծված մսով եւ ազոխով պատրաստված տոլման է։ Ազոխը դա խակ խաղողի հյութն է։ Այստեղ մենք ասում ենք, որ տոլման խիստ կապված է տոլիի հետ, այսինքն խաղողի հետ։ Խաղողը մի առեղծվածային բույս է, առեղծվածային երևույթ է։ Նրա ամբողջ այդ աճեցման ժամանակաշրջանում մի քանի անգամ էտ է իրականացվում։ Առաջին էտը իրականացվում է, որ դեռ տերև չկա։ Երկրորդ էտը իրականացվում է, երբ որ մայիսի վերջին, հունիսի սկզբին, տերևները եւ նոր այդ շյուղերը։ Եվ տերևների մեջ է պատրաստում տոլման, եւ այդ նոր ծիլերից, այդ նոր շյուղերով պատրաստվում է նաեւ տարբեր կերակրատեսակներ, այդ թվում եւ քաշովիներ, փլարներ, եւ նաեւ մի կերակուր կա, օրինակ մեղրիում է պատրաստվում, տոլմա խաշու են ասում։ Այդ շյուղերից եւ բրնձով հապուր է պատրաստվում, թթվաշ համես։ Եվ երկրորդ էտը արվում է հուլիսի մեջ, նորից նոր շյուղերն են, բայց նաեւ դրա հետ էտում են նաեւ, այսինքն նոսրացնում են նաեւ խաղողն են նոսրացնում, որպեսզի մնացող խաղողներ ավելի աճեն։ Իհարկե դա գյուղատնտեսական գիտելիքներ են, ես հիմա շատ չեմ կարող ասել ինչ-որ։ Եվ այդ խաղողի հյութը քամում են, պահում են, խաղողի հյութը շատ արժեքավոր բան է, ազոխ է կոչվում։
եւ տոլմայի հիմնական երևույթն է, որ դա խաղողորնեքի ծիսական կերակուր է։ Խաղողորնեքին խաղողածին բոլոր կերակուրները դնում են, այդ թվում ջինին, շարոցը, այդ շուրջը որ ասում ենք, շփոթը, դոշաբը, տոլման, ծիսական կերակուրները դրանք են խաղողորնեքի։ Եվ ընդհանրապես մեր ազգային խոհանոցի մեր տոնածիսական կերակուրների համակարգն է, որը մի աստվածային երևույթ է։ Պարոն Մամուլյան, հետաքրքիր է այս շրջանում շատ հաճախ տարբեր ռեստորաններ է բացվում, որոնք հենց հայկականի պիտակը կպցնում են, մենք հայկական ենք ազգային ենք, բայց գնալով այնտեղ բաց զարմանալու են բացահայտում ենք, ոչ այնքան հայկական ենք, ոչ էլ այնքան հետաքրքիր։ Այդ ձեր ասած ուտեստները այսօր դուք հանդիպում եք տարբեր ռեստորաններում, հասարակական վայրերում։ Շատ ռեստորաններում չենք հանդիպում, բայց մեր կազմակերպության հայ խորհրդական անունի զարգացման պահպանման հասարակական կազմակերպության շրջանակների խոհանոցներում, որոնք որ ուղղակի որպես ազգային են հանդես գալիս, հանդիպում են, բայց այստեղ լուծումը սա չի։ Լուծումը ավելի խորքային է։ Ազգային խոհանոց որպես այդպեսին պետականորեն գրանցված մենք չունենք։ Այնինչ մեր հարևանները արել են բոլորը, սովետական միջան ժամանակաշրջանում համարյա բոլոր 15 հանրապետությունները ամրագրել են իրենց խոհանոցը, գրանցել են։ Մենք չենք արել։ Եվ այս վերջի 30 տարիները չենք արել։ Հիմա դրա նախաձեռնությունը մենք արել ենք արդեն, հանդես ենք եկել նախաձեռնությամբ եւ կամաց այդ քայլերը կանենք, մենք հիմա 25-ին արդեն ամսի պայմանավորվել ենք հուշագիր կստորագրել ենք մշակույթի նախարարության հետ համագործակցության եւ մասնագիտական կրթական համակարգում եւ նաեւ այդ պետականորեն գրանցման հարցերում մենք կսկսենք արդեն բանակցել։ Պարոն Մամուլյան, որ դա կարևոր է, այսինքն դա կարևոր է, մենք չունենք պետականորեն գրանցված։ Դրա համար մենք չգիտենք։ Մեր լեզուն կարճի դրսում, երբ որ այո, ցավոք, բայց ես շատ ավելի, գիտեք, ես դրսի այդ ասողներին, դրսի ասածներին շատ հաշվի չեմ առնում, որովհետև նախ մենք պիտի ինքներս վստահ լինենք մեր մշակութային ժառանգության պատկանելիության մասին, նոր դրսի մասին խոսենք։ Եթե կնիքով, ինչպես ասում են, ներկայացնելու բանը չենք ամրագրել, ումից ենք ինչ-որ բան։ Պարոն Մամուլյան, որ ուտեստներն են նախատեսվում ամրագրել։ Մենք արդեն ունենք ցանկ, որը դեռ 19 թվականին որպես կրթական ծրագիր ներկայացրել ենք կրթության նախարարությանը եւ այնտեղ դուալ կրթական համակարգի, այսինքն աշխատանքի ինքի վրա կազմակերպող ուսուցման մասով դրանք արդեն մի 70-ից ավել կերակրատեսակներ են, բայց դրանք ամբողջը այնպիսի կերակրատեսակներ են, որոնք բարձ ասած պատվեր են իջեցնում գյուղին։ Այսինքն մթերքները բոլորը այդ մեր գյուղում պատրաստվող, գյուղում աճեցվող մթերքներն են, որովհետև ազգային խոհանոցը պիտի քարշակ ծառայի գյուղատնտեսության համար, զբոսաշրջության համար եւ այլ ոլորտների համար։ Շատ լավ, Անի, շատ կերակրատեսակներ են։ Շատ լավ, հաջողություն ենք մաղթում այդ նախաձեռնության իրականացման տանելու ճանապարհին։ Անի, ինձ հետաքրքիր է նաև այս տարի մոտ քանի կազմակերպություն կամ անհատ է արդեն դիմել, օրեր չեն, այսօր է երեկոյան եւ արդեն պատրաստ են ամեն ինչ, բոլորը եկել են, արդեն ցուցակները կան։ Այս տարի եւս շուրջ 30 տաղավար են, որոնք որ արդեն բոլորը տոլմայի տաղավարներ են, պատրաստելու են տեղում ներկայացնելու են իրենց տոլմայի տեսակները։ Եվ նաև վարպետաց դասեր են կազմակերպելու։ Նշեմ, որ տաղավարներից 8-ը ուսումնական հաստատություններ են։ Այսինքն նոր խոհարարները, սկսնակ խոհարարներն են բավականին 80-ից ավել խոհարար ունենք, որ մասնակցություն են ունենալու եւ տեղում նաև շփվելու են այլ փորձառու խոհարարների հետ։ Եվ ավելացրել ենք մի փոքր այլ հատված, քանի որ ուզում ենք մշակութային այսպես միաձուլել, ազգային վարպետաց, բարեի վարպետաց դասեր կլինեն, նաև որ կարողանան մարդիկ հնարավորություն ունենալ նաև բարեր սովորել միաժամանակ։ Այսի համել ընտանեկան ընկերական դրակի ժամանց, ինֆորմացիով լինի համաժամանց։ Իսկ կան ոչ խոհարարներ, պարզապես կանայք, որոնք սիրում են պատրաստել եւ ված չստացվում։ Իհարկե, կան նման նաև կազմակերպություն, օրինակ մայրիկը սիրում է պատրաստել, շատ համով տոլմա է պատրաստում եւ այդ տաղավարը ներկայացնում է իր մայրիկի տոլման։
Այսինքն մենք չունենք այսպես չափորոշիչներ, որ հենց պետքա խորհարար լինի պատրաստողը, կարող է ցանկացած ոք, ովքեր կարողանում է տոլմա պատրաստել համեղ տոլմա եւ ունի հատուկ բաղադրատոմսեր, կարող է մասնակցել փառատոնի։ Իսկ բոլոր տարածաշրջաններից կան գոնե մեկական ներկայացուցիչ Հայաստանից է ոչ։ Ցավոք չէ, ամեն մեկից չկա, կան որոշ տարածաշրջաններ, բայց բոլորից չէ։ Գյումրիից, Նայրից, Էջմիածնից։ Բայց երբ ներկայացում է տոլման, պատմվում է, թե որ տարածաշրջանի տոլման է, այսինքն ներկայացուցիչ կարող է չլինել, բայց խոհարար երիտասարդները կարող են պատրաստել տվյալ տարածաշրջանի տոլման, ճիշտ է։ Իհարկե։ Քանի որ ուսումնարանները, այո, քանի որ ուսումնարանները եւս մարզային ուսումնարաններ ունենք, իրենք իրենց մարզի տոլման են պատրաստելու հենց։ Շատ լավ, եթե ավելացնելու ինչ-որ բան։ Ես օգտվելով առիթից ուզում եմ կոչ անել, տեսեք նոր եկավ մտքիս մեր հանրությանը, մեր հասարակությանը, մեր հանրապետության բոլոր քաղաքացիներին, բոլոր մայրերին, տատիկներին մայիսի 24-ին պատրաստել տոլմա եւ նկարել ու ուղարկել ու գցել Facebook։ Բոլոր այդ օրը մայիսի 24-ին պատրաստեք տոլմա, եթե չեք այցելելու փառատոնին, ապա պատրաստեք, նկարեք ու ուղարկեք Facebook, բողողենք այդ օրը թող լինի տոլմայի օրը եւ թող ամբողջ աշխարհը տեսնի, որ մենք մեր մշակութային ժառանգության նկատմամբ շատ զգայուն ենք եւ պիտի պահպանենք։ Այս մայրիկները սիրում են պատրաստել, կարծում եմ այս կոչը նրանց կգա, շնորհակալություն։ Այո, մենք էլ ենք կոչին միանում եւ պարոն Ամոլյանի հորդորը փոխանցում, ասում այսօր պատրաստեք տոլմա, ինչ կուզեք, ինչ որ դուք սիրում եք, անպայման հեշթեգում դշեք տոլմա հայկական եւ տարածվի թող աշխարհի պատրաստելու կամ համտեսելու տեսանյութ կարող լինել, չի պատահ։ Ով ինչ կարողանում է անել լավ, օրինակ ես կհամտեսեմ։ Այո։ Դե իմ սիրելի հեռուստադիտող, հիշեցնենք ովքեր էին մեր հյուրերը, նրանք էին Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը եւ նույն հասարակական կազմակերպության փառատոների համակարգող Անին Նազարյանը, իսկ մենք կհանդիպենք քիչ հետո։ Բարի լույս, մեր հաղորդումը շարունակվում է, վստահ եմ տոլմայի փառատոնի հետ կապված զրույցը ոմանց դրթելու է կամ պատրաստել տանը տոլմա կամ գնալ փառատոնին մասնակցելու եւ ես հիմա առաջարկում եմ, որպեսզի մեզ հետ միասին ծանոթանանք, թե ինչ օգտակար հատկություններ ունի հատկապես խաղողի տերևը, որով մենք սիրում ենք պատրաստել տոլմա։ Դիտենք մեր օգտակար էջը եւ վերադառնանք։ Երբևէ չէի մտածել, որ օգտակար է տերևը Ես խաղողի։ բացահայտ։ Այո։ Հայկական խոհանոցում իր ուրույն տեղը ունի խաղողի տերևը, բացի համեղ լինելուց, այն նաև շատ օգտակար է։ Ունի զարմանալիորեն հագեցած քիմիական բաղադրություն՝ շաքար, ինոզիտ, բետային, կվերցետին, քոլին, դաբաղանյութ, բազմաչհագեցած ճարպեր եւ այլն։ Այն նաև պարունակում է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ մարգանեցի, բետա-կարոտինի գրեթե 100%, կալցիումի 36%, մագնիումի 23.3%, պղնձի 20%, երկաթի 14%, ինչպես նաև վիտամիններ B2, B6, B9։ Օրգանական թթուների լայն տեսականի ևս պարունակում է եւ շատ այլ օգտակար նյութեր։ Խաղողի տերևն ունի բարձր ֆերմենտատիվ ակտիվություն, հեշտությամբ է փոխանցում իր օգտակար նյութերը ջերմային մշակման ժամանակ։ Մատղաշ տերևները կամ դրանցից ստացված հյութը թարմ քամված օգտագործելու դեպքում արյունը եւ փայծաղը մաքրվում են կուտակված վնասակար նյութերից, տրոհվում են երիկամների ու միզապարկի քարերը, լավանում է ուղեղի սնուցումը, ինչպես նաեւ հստականում է բոլոր զգայարանների աշխատանքը, լավանում է սրտի աշխատանքը, բացվում է շնչառությունը եւ հանգստանում են նյարդերը։ Խաղողի տերևի եւ գինու խառնուրդով բուժում են փայծաղի տարատեսակ հիվանդությունները։ Այսքան դրականի կողքին հարկավոր է նշել, որ որպես այդպիսին հակացություններ չկա, բայց պետք է հիշել, որ ամեն ինչ հարկավոր է օգտագործել միայն չափի մեջ։ Բարի լույս, սիրելի հեռուստադիտող, մեր եթերը շարունակվում է եւ այժմ տեղափոխվում ենք, ինչպես մենք սիրում ենք ասել, թատրոնի աշխարհին, որովհետեւ մայիսի 29-ին ժամը 3:05-ին թատրոն կայանում նոր ներկայացման առաջնախաղ կա։
Արա Գեղեցիկ եւ Շամիրամ։ Ինչպես գիտենք, Ասորեստանի թագուհին Շամիրամը հանդիպում է հայոց արքա Արա Գեղեցիկին եւ այդ պահից սկիզբ է դրվում մի պայքարի, որտեղ ջնջվում է սահմանը սիրահարության, կրքի եւ անկատար մնացած ցանկության միջև։ Եվ ներկայացման թեմայի շուրջ առհասարակ զրուցելու ենք թատրոն կայարանի տնօրեն, ներկայացման պրոդյուսեր Արթուր Պետրոսյանի, ներկայացման ռեժիսոր Մելինե Ապիկյանի եւ դերասան Արեգա Պեպանյանի հետ։ Բարի գալիս մեր տաղավար։ Ինչպես եք։ Շնորհակալ ենք նորից հրավերի համար, շնորհակալ ենք, շատ լավ ենք։ Մի փոքր շտկում ինֆորմացիոն, ոչ միայն 29-ին, նաև 28-29 մայիսի 28-29 պրեմիերաների օրերը ժամը 19-ը։ Կարծում եմ կրկին կլինի, որի մասին դուք ինքներդ կասեք։ Այո, սա հերթական մեր պրեմիերան է, նախ առաջնախաղն է մեր թատրոն կայարանում, սա մի փոքր նախորդից շատ շուտ տեղի ունեցավ, պլանավորել էինք սեպտեմբեր-օկտեմբեր ամիսներին, բայց քանի որ դերասանական կազմը բեմադրիչի հետ միասին իրենց համատեղ ուժերով իրենց կամա թե ակամա ժամանակից կտրվելով սկսել էին նախապես փորձերը ու արդեն ինտենսիվ փորձեր էր ընթանում, մտածեցինք ինչու՞ չէ, կարելի է նաև մայիսի վերջ հանձնել ներկայացումը հանդիսատեսի դատին ու պատկերացրեք, որ ստացվեց ու հասցրեցին։ Արա Գեղեցիկ եւ Շամիրամը իհարկե գրականության, արվեստի բոլոր ճյուղերում կերպարվեց, թա շատ արծարծված, սիրված թեմաներից է, ինչու որոշեցիք նաև ներկայացման տեսքով կայարանը բեմ բարձրացնի, ինչ ունեիք ասելու, ում պակասում ունենք Արա Գեղեցիկի, Շամիրամի, այո։ Երկու բառ ավելացնեմ, հավելեմ ձեր ասածին, նաև պատասխանեմ միանգամից։ Ունեինք Անահիտ ներկայացումը, հատկապես դպրոցականների համար նախատեսված, դրա կողքին պետք էր նորից դասական մեր գործերից, իհարկե դասական չի, ըստ առասպելի է, կարծես թե վերցված ու Մելինեն հեղինակն է հանդիսանում եւ պիեսի եւ բեմադրության, Նայիրի Զարյանից ոչինչ չկա համարյա թե, ինքը արդեն կհավելի, պետք էր Անահիտի կողքին ունենան եւս մեկ դպրոցական թեմայով, որովհետեւ այո, դպրոցականները, պատանիները շատ են հետաքրքրված մի քիչ կլասիկ գործերից։ Այսինքն ավելի շատ ուղղված է դպրոցահասակ երեխաներին։ 14 տարեկանից Մելինեն կասի։ Մելինե, ինչու համ դասական գործ, համ նոր մոտեցում, փոփոխություններ, փոքր մանրամասներ։ Նախ քննարկել ենք իհարկե եւ Արտուրի հետ եւ թատրոնի գլխավոր ռեժիսորի Կարապետ Քարաջյանի հետ գործի ընտրությունը։ Ես ինքս առաջարկել եմ, չեն մերժել, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Իսկ գործը նախ ուզում էի այնպիսի գործ, որ կթիրախավորի պատանիների եւ երիտասարդներին եւ շատ ուզում էի հայկական որևէ գործ եւ նաեւ հաշվի եմ առել իմ սուբյեկտիվ անձնական համակրանքը դեպի այս լեգենդը, միշտ ինչ որ առանձնահատուկ վերաբերմունք եմ ունեցել եւ միշտ իմ մեջ եփվել է այս թեման։ Ես կերպարներին շատ հետաքրքիր եմ եղել ու դրա համար տարիներ անց եւ իդեա ունեի թե ինչպես կարելի է բեմադրել ու այդպես եփվեց հասունացավ եւ քանի որ սիրելի կերպարներ էին, հետաքրքիր է մեր իմացած, մեր ճանաչած կերպարներից կան շատ շեղումներ ըստ Մելինեի։ Շեղումներ չկան, ավելի շատ երևի կան բացահայտումներ եւ սենց կարծրատիպերի փլուզում, այսինքն թե ինչպիսին է Շամիրամը, ինչպիսին է Արա Գեղեցիկը, ես փորձել եմ եւ շատ ցանկացել եմ առաջին պլան բերել մարդուն եւ մարդկայինը, այսինքն որովհետեւ եւ արքաների մեջ եւ թագուհիների մեջ եւ առասպելական հերոսների մեջ կա մարդունը եւ մարդկայինը։ Իսկ սովորաբար եւ դասական ամենահետաքրքիրն է։ Արդեն ծանոթ կերպարներին եք ուզում փոխել, դա մարտահրավեր չէ ու վախենալու չէ փոքր ինչ որ դուք արդեն ծանոթ, արդեն կարդացած, նստած, հա, իրականությունը ուզում եք փոխել։ Հատկապես դպրոցահասակների, որ գրականությունից արդեն անցնում են եւ ծանոթ են այդ կարծրատիպային գործին։ Դժվար է թե ոչ։ Դժվար է մարտահրավերը եւ վախենալու չէ, որ չեն ընկալի։ Ոչ, որովհետեւ դա է հենց թատրոնի մոգականությունը, երբ դու պատմում ես ինչ որ մի բանի մասին, մարդը գիտի դա, բայց
բոլորովին այլ աչքով եւ այլ պրիզմայով է սկսում նայել եւ այդտեղ է հենց ծնվում թատրոնը այդ ամենահետաքրքիր մասն է ուսուցիչները բախվում չլինի, էլի ասել։ թող լինի մենք Ժամանակ այսպեսի կերպար ենք, չէ մենք ամեն պատրաստ ենք հիմնավորել թող լինեն բախումներ Շատ լավ, արեք ձեր կերպարի մասին փոքր պատմեք, ինչ կերպարում եք։ Շնորհակալ եմ շատ նախարարների համար։ Դե մարմնավորում եմ Շամիրամի կերպարը, ինձ համար շատ բարդ, մոգական կերպար, որին ձգտում են գրեթե բոլոր կանայք եւ աղջիկները, սա չգիտեմ ինչի հետ է կապված, բայց ամեն երկրորդի երազանքը դա Շամիրամ խաղալն է։ Իմը եւս եղել է այո։ Դե դուք շատ պատասխանեք, ինչու։ Հարցածում եք անում, թե ինչու են կանայք սիրում այդ կերպարը։ Որովհետեւ ամեն կին անկախ ամեն ինչից Շամիրամի մեջ գտնում է իրեն անկախ կյանքի սիտուացիաներից, անկախ ամեն ինչից կանացի ինչ որ չասեմ դժբախտություն, բայց տխրություն կա Շամիրամի մեջ, որ ամեն կին ինձ թվում է ունի եւ չեմ ուզում որ որևէ կին զգա այն ինչ ես ժամ 15 րոպե զգում եմ, բայց ցավոք մեր իրականության մեջ բնականաբար կան նման կանայք ու կհասկանան Շամիրամին ու կկարեկցեն Շամիրամին, բայց կարևորը որ հասկանան թե որտեղ Շամիրամը սխալ գործեց որովհետև սերը դա պաշտպանելու մասին է, սերը ամրապնդելու, դիմացինի լավը ցանկանալու մասին է, ոչ թե կործանելու, որը արեց Շամիրամը։ Իսկ Նուարդի եւ Արայի սերը, այ դա գերբնական է, մաքրամաքուր սերն է, որ չի տանում կործանման, չի տանում վերացման, այլ հակառակը, բայց ցավոք դե պատմությունը բնականաբար դաժան է ավարտվում, բայց կարծում եմ Արա Գեղեցիկը եւ Նուարդի սերը հաղթում է անկախ ամեն ինչից։ Չնայած նրան, որ Արան վախճանվում է։ Երկու դերասաններ ունենք, Ավագը եւ Մեսրոպը, ովքեր ինձ համար շատ թանկ մարդիկ են, արդեն դարձել եւ առանց իրենց չեմ պատկերացնում, դուբլյորով են իրենք խաղալու։ Իմ կյանքի երկու անբաժանելի մասն են եւ կյանքի եւ ելին կյանքի ունենք հրաշալի ունենք, սիրում ենք իրար շատ, Իսկ մարդի դերում ով է։ Նուարդի դերում Տաթևն է Պետրոսյան հիասքանչ դերասանուհի Խաղաղ մի տեսակ ում ես շատ սիրում դիմագծում անկախ ամենից Հրաշալի, շնորհալի երիտասարդներ են հավաքված, շնորհալի դերասաններ, իրենց գործը շատ սիրող, տիրապետող, չգիտեմ, առավոտից երեկո գիշեր, չգիտեմ երբ են վերջացնում, անկեղծ ասած։ պատարակ չունի։ Երբ մտել եմ, տեսել եմ աշխատել ու ձեզ հատված։ Առանց ոչ մի բան էի։ Չեմ հասկանում, կանք աշխատել։ դա է պա Նվիրյալները։ Երոսներ չեն կարել Նվիրյալները, այսինքն թատրոնի սկզբունքները ոնց որ կա, իրենք համապատասխանում են մեծ մասի հետ այս պրոյեկտի մեծ մասի հետ առաջին անգամ աշխատում ու հրաշալի տաղանդավոր երեխեք են։ Ինչպես հավաքագրվեց թիմը, արդեն աշխատում էին թատրոնում։ Մենք ունենք դերասաններ, ովքեր ներգրավեցին այս նախագծում, Մելինեն առաջարկեց մյուս դերասաններին ում հետ որ ծանոթ չէինք ու շատ ուրախ եմ որ ծանոթացանք ու շատ ուրախ եմ նաև Մելինեի գալու համար, մեր թատրոնի հետ համագործակցության համար, որովհետև բացահայտում էր Մելինեն ինձ համար եւ ոչ միայն ինձ համար, թատրոնի համար նաև հրաշալի մտքերով, հրաշալի ինտուզիազմով, հրաշալի, չգիտեմ, առաջարկներով, աշխատանքի մեթոդը դերասանների հետ յուրահատուկ, հետաքրքիր, չգիտեմ, իհարկե մենք էլ ինչով կարողանում ենք Չէ, շատ փոխադարձ է ու թատրոն կայարանը, սենց իսկապես հիմա երևի մեր արդեն 2 ամիս մեր սենց տունն է դարձել գիշեր ցերեկ ամեն օր այնտեղ ենք, որ այնտեղ չենք սենց մի տեսակ, եթե գործել չկա, սենց ուզում ենք գնալ ու շատ հարազատ է դարձել, դա այդ ոնց որ մեր երախտագիտությունը Արտուրին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր ստեղծել են այդ մթնոլորտը, որովհետեւ շատ միշտ այդպես չի լինում, որ դու առաջին անգամ գնաս քեզ օտար թատրոն ստեղծագործելու եւ այդքան հրաշալի մթնոլորտ ստեղծվի, իսկ իրենք դա ստեղծել են եւ այդ մասով ես շատ շնորհակալ եմ, ինձ շատ հարազատ է դարձել Կայարան թատրոնը, ես ասել եմ, որ իրենց ընկերն եմ։ Թատրոն Կայարան։ Բայց նաեւ Կայարանում թատրոն Կայարանը։ Այո, Թատրոն Կայարան։ Թատրոն Կայարան։ Մելինեին երաժշտություն է ընտրվել ներկայացման համար։ Փակագծեր իհարկե չեմ բացի, ես եմ արել երաժշտական ձևավորումը, փորձել եմ այդ տարբերությունները նուրբ շեշտել
ասորական եւ հայկական այդ նուրբ ելևեջները եւ երանգները փորձել եմ պահպանել։ Հնչում է Գյուրջիև ներկայացման մեջ։ Այդ մի փոքրիկ փակագիծը բացեմ, այո, իմ շատ սիրելի։ Այդպես։ Եվ նկարչական ձևավորումը եւ դեկորացիան կարծես թե մինիմալիստական է, բայց հրաշալի մի լուծում է տրված, բեմը շքեղ, հագուստների մասին։ Ժամանակին համահունչ է, թե լրիվ ժամանակակից եւ դա է կոտրել այդ կարծրատիպը։ Էկլեկտիկ է, այսինքն մենք երբ նայում ենք, մեզ թվում է, թե սա իսկական ժամանակաշրջանին հատուկ հագուստ է, բայց կան փոքրիկ այսպես հնարքներ, բայց մեր աչքը դա չի նկատում։ Մենք տեսնում ենք շատ շքեղ հագուստ եւ տեսնում ենք խիստ տարբերություն, այսինքն մենք հասկանում ենք, որ սրանք ասորական տաք արևելքի գույներ են եւ տեսնում ենք հայկական ավելի զուսպ նկարչության համար շնորհակալություն մեր Մարիամին Մուրադյան, Մարինային, զգեստների նկարիչն է, երկու նկարիչ է աշխատել, մեր դեկորատորին Հակոբին, ով դեկորներն է պատրաստում, մեր Կարապետին, որ ի սկզբանե Մելինեի կողքին չի թողնում, որ հանկարծ Մելինեն ինչ-որ բանից նեղվի, իհարկե դրա պատճառն ու բանն էլ չի եղել, էլի որ նեղվի, եւ դերասանական կազմի շնորհակալություն եւ այն մարդկանց, ովքեր եւ դերձակի շնորհակալություն, շատ էին գովում եւ սինեին հատուկ շնորհակալություն գեղեցիկ զգեստներ կարելու համար, ելում մոռացան։ Բոլորի շնորհակալ ենք։ Բոլորի, Իսկ ինչ որ ուրիշներում գտնվող մարդկանց նույնպես։ Մելինեն հանդիսատեսին, որ պետքա գան նայեն։ ասացիք նաև պիեսի հեղինակն է Մելինեն, հետաքրքիր է չափածո ձևա, չափը պահված է, թե ինքը արձակ է այս դեպքում։ Արձակ է, չափածոն պահված չէ։ Նյութը գրված է լրիվ 0-ից, երկու հղում ես ունեմ Նաիրի Զարյանին, բայց ոչ պիեսին։ Երկու տեղ օգտվել եմ արդեն Նաիրի Զարյանի չափածոից, որովհետև ներկայացման այդ դրվագները ունեին չափածո էպիկական տեքստը գարիք եւ օգտվել եմ Նաիրի Զարյանից, իսկ մնացածը արդեն ինքնուրույն 0-ից գրված նյութ է։ Ինչ ճակատագիր կունենա ներկայացող պրեմիերայից հետո խաղացանկային կդառնա, ինչպես հասկացանք, հետո նախատեսում եք ինչ-որ տարբեր տեղեր ներկայացնել, տանել Հայաստանից դուրս, թե դեռ այդպես։ Առայժմ Հայաստանի ներսում աչքովս ընկավ, որ թատերական լորի փառատոն կա ու ուզում ենք անպայման ներկայացնել ու այդ փուլում եմ հիմա ներկայացնում եմ փառատոնի, որ հոկտեմբեր, սեպտեմբեր ամիսներին Լոռու մարզում կարողանանք ցուցադրել Արագեղեցիկ եւ Շամիրամ ներկայացումը։ Կարծում եմ ճիշտ կլինի այս պարագայում։ Խաղանք էս երկու ներկայացում ու արձագանքի, հա։ Ունիսին էլ կարծում եմ կունենանք, սեպտեմբերից արդեն խաղացանկային շարունակենք մեր Արագեղեցիկի հաղթարշավը։ Հետաքրքիր է, քանի որ հաղթարշավը։ Իսկ հետաքրքիր է, քանի որ դուք տարբեր սերունդ, քանի որ դուք տարբեր սերունդների հետ եք աշխատել ու ինչպես նաև շատ ոգևորված ներկայացնում եք, ձեզ ավելի հեշտ է բեմադրություն վստահել երիտասարդ սերունդին, թե մեծերին, որովհետև շատ կարևոր հարց է։ Իհարկե թատրոն կայարանը ի սկզբանե այս ֆորմատը դրել է ու ասում անընդհատ, որ մենք պատրաստ ենք համագործակցել եւ տրամադրել հարթակ հնարավորություն երիտասարդ բեմադրիչների համար։ Եղել են դեպքեր, որ գալիս են ներկայացնում են իրենց նախագծերը, որոնք որ մեր թատրոնի հետ բացարձակ կապ չունի։ Դա շատ խիստ է ընտրվում։ Ընտրում ենք այնպիսի ներկայացումներ, այնպիսի բեմադրիչների գործեր ենք ընտրում, որոնք որ թատրոնին իսկապես պետք են հետագա կարող են զարգացնել թատրոն նաև այդ ներկայացումներով, համ զարգացնել, համ հնարավորություն տալ երիտասարդ բեմադրիչներին։ Իսկ Մելինեի եւ Արեգայի հետ համագործակցությունը շարունակական Մի տեսակ շատ վստահելի է Մելինեն, անկեղծ լինեմ։ Այնքան վստահ է առաջ։ Իսկ Արեգան Երբ որ գալիս է մի անգամ, ու ասում ես խնդիր ես տալիս գնա շտկի արի էլի ներկայացրու, գնում ու կորում են չկա։
Բայց Մելինեն համառորեն 3 անգամ եթե չեմ սխալվում, Հաջորդ օրը թատրոնի իսկ համառորեն արդեն որ փակեին դուրս եւ կոտրե դուրը կամ պատուհանից մտներ, ասել էս մի հատ նայեք։ Ու անհնար է այդ մարդուն չտաս հնարավորություն, որովհետեւ այդ մարդը տեսնում ես ուզում է կոնկրետ աշխատանքով զբաղվի, կոնկրետ բան անի, ասելիք ունի։ Ու նյութն հետաքրքրելով ավելի էս ընթացք տալի, ասում ես դե սկսի։ Սկսեց արդեն ուզես գալիս են ծախսերը։ Ոչինչ, հետո Ի հետո։ փոխհատուցում Մենք էլ ենք ի փոխհատուցում փորձում ենք մեր հերոստատիտողին գնալ, գնել տոմսեր եւ անպայման դիտել ներկայացումը, որպեսզի նախ եւ առաջ թատրոնը ապրի, ինչպես ասում են, եւ երկրորդ երիտասարդ թե դերասանները, թե ռեժիսորները, առավելևս ձեր դեպքում 3 գործառույթ հնչյունային ձևավորում, պիեսի հեղինակ, թող որ ամեն ինչ հաջող լինի, որպեսզի լինի շարունակական։ Ես վստահ եմ դուք էլ եք ուզում շարունակել աշխատել։ Սեր խոսքի։ Սա շատ կարևոր է, որ տեղեկություն ունենան ուսուցիչները, ծնողները, մեր հայ ազգը, որովհետև սա իսկապես այս քաղաքական թողուբոյի մեջ էլ թեկուզ շատ կարևոր մի լույս է, մի հետաքրքիր պատմություն է, որը կարտնացնի էլի հայրենասիրություն, էլի կխոսենք սիրո մասին, հայրենասիրության մասին, ինչքան լավ բան կա դրա մասին։ Հայ լինելու Կեղտի մեջ կոտորվում ենք կարծում։ Թերևս Պետք է մեզ սեր տարածել, всё, մեր խնդիրը դա է։ թատրոնի Չեմ դավաճանի իմ նուարտին, որքան էլ դու ես սոցիալ մեդիա։ բոլոր Հայք է, հատվածները են Դա այդ հայտնի ֆրազայը, որ դե հնչում է ներկայացում։ դե եթե դերերներ արդեն ամբողջ այլ ներկայացում կարծես կառուցված է այո այդ երկտորի վրա։ Շնորհակալություն, հարգելի ընկերներ, հաջողություն ենք ձեզ մաղթում։ Ձեզ էլ ենք սպասում ներկայացմանը։ Սիրո։ Համեցեք սիրով։ Սիրելի հեռուստադիտողներ, այո, 28-29 հաջորդիվ կարող եք հետևել արդեն Թատրոն Կայարանի Facebook-յան էջին եւ կտեղեկանաք։ Զրուցում էինք Թատրոն Կայարանի տնօրեն, ներկայացման պրոդյուսեր Արթուր Պետրոսյանի, ներկայացման ռեժիսոր Մելինե Ապիկյանի եւ դերասան Արեգա Պեպանյանի հետ մնացեք մեզ հետ։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, եթե հենց նոր արթնացաք, այժմ խոսելու ենք առողջությունից, որովհետև մեզ մոտ առողջ երկիրն է Բժիշկ Մանուկյանի հետ։ Եվ այս շաբաթ բժշկի հյուրերն են Աջափնյակ բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժներ Նարեկ Ավդալյանը եւ Սոնա Հովանեսյանը։ Բարի կեսօր արդեն, հարգելի բժիշկներ, խնդրեմ եթերը ձերն է։ Ողջունում եմ ձեզ հարգելի բարեկամներ, առողջ երկիրն է Երկիր մեդիայի եթերում, ես բժիշկ Մանուկյանն եմ եւ այսօր զրուցելու ենք միկրովիրաբուժության մասին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ առաջին հերթին հասկանանք ինչ է իրենց ներկայացնում միկրովիրաբուժությունը։ Միկրովիրաբուժությունը ինքնավիրաբուժության մի նոր ճյուղ է, որը որ մեզ թույլ է տալիս աշխատել ավելի բարակ անոթների, ավելի բարակ նյարդերի, որոնք որ անձն աչքով տեսանելի չեն։ Ու ինքը իրանից ներկայացնում է վերականգնողական վիրաբուժություն։ Շատ կարևոր է ընդհանրապես բժշկական ոլորտում, իհարկե բժշկի հմտությունները, սակայն ոչ պակաս կարևոր է սարքավորումները։ Ինչքանով ենք դա կարևորացնում։ Այո, միկրովիրաբուժության մեջ չես կարող առանց սարքելի աշխատել, որտեղ այդ անոթները, նյարդերը շատ բարակ են ու շատ փոքր են։ Հիմնականում օգտագործում է միկրոսկոպեր եւ հատուկ ակնոցներ, որոնք մի քանի անգամ խոշորացնում են հատվածը, որտեղ որ աշխատանք են կատարում։ Ու օգտագործում է այտենց ավելի փուճուր ու ավելի բարակ կարեր, կարանյութեր, որոնք կարողանում վերականգնել ամբողջ հյուսվածքի կառուցվածքը։ Նաև շատ կարևոր է եւ ակտուալ է դարձել լիպոսակցիան, որը շատ ակտիվ օգտագործվում է բժշկության մեջ, ինչ է դա իրանից ներկայացնում։ Լիպոսակցիան դա մեզ հնարավորություն է տալիս հատուկ գործիքի միջոցով մարմնի որոշ հատվածներում, որտեղ որ կուտակված ավելի ճարպային հյուսվածք ունեն, դրա հեռացում կատարել, որը որ մեզ արդեն հնարավորություն տալիս մարմնի կոնտուրավորում, ֆորմավորում, որ ավելի ճիշտ ու սիրուն տեսք ունենան բուժողները։ Այսինքն դա նիարեցում չէ՞, Ոչ, միանշանակ լիպոսակցիան չի համարվում նիհարելու մեթոդ, որտեղ մեր շատ բուժողների մոտ տպավորություն կա, որ իրանք ունեն ավելքաշ ու լիպոսակցիայի միջոցով կարան նիհարեն, բայց չէ։ Լիպոսակցիան ուղղակի մարմնի կոնտուրները ուղղելու եւ ճիշտ ֆորմայի բերելու համար է նախատեսած։ Ինչ հակացություններ կան լիպոսակցիայի։ Լիպոսակցիայի հիմնական հակացություններ կարող ենք համարել մարդու օրգանիզմի վիճակը այդ պահին, որը որ մենք գնահատում ենք մեր հետազոտությունների արդյունքում, ինչ-որ խնդիրների դեպքում, որոնք որ խանգարելու են մեր կատարող գործողության ու կարող են հիվանդին բերել այն վիճակին, որը որ ցանկալի չի, դրանք համարում են հակացություններ։ Օրինակ, մենք կարող ենք համակարգային հիվանդություններ, արյան հետ մակարդման հետ կապված խնդիրներ, բորբոքային պրոցեսներ տեղային եւ տարբեր նման իմունիտետի հետ կապված
որոշակի խնդիրներ, մենք պետք է հասկանանք, հարգելի բարեկամներ, որ յուրաքանչյուր վիրահատություն դա բավականին համակարգային մեծ միջամտություն է եւ յուրաքանչյուր պացիենտ պետք է, այսպես ասած, այդ վիրահատությունից կազդուրվի, հա, եւ դրանով նաեւ մեկտեղ մենք հաշվի ենք առնում այդ ամենը։ Հետարքիր է իմանալ, թե որ հատվածներում է հիմնականում կատարվում լիպոսակցիան։ Լիպոսակցիան ինքն կոնկրետ զոնաներ կան, հատվածներ ունենք մենք մարմնի վրա, որոնք որ ակտիվ սպորտով զբաղվելու արդյունքում դիետաներ պահելու արդյունքում չեն վերանում։ Դա կարող լինի կրկնակզակի հատվածը, որովայնի հատված, ազրերի հատված, ծնկների հատված, որոնք որ տեն շատ դժվարությամբ կամ չեն վերանում։ Ու դրա դեպքում արդեն ցույցում է լիպոսակցիայի։ Մեծ հաշվով լիպոսակցիան դա մարդու կյանքի որակը բարեփոխելու, ինքնավստահություն ստեղծելու համար վիրահատություն է, որը որ շատ կարևոր է։ Սակայն այնուամենայնիվ այդ ամենը համակարգային որոշում է բժիշկը կատարել թե ոչ։ Այո, իհարկե, ուժառու հետ քննարկելու արդյունքում հասկանում ենք իր պահանջները ու մենք իրան ինչ կարող ենք տրամադրել, լիպոսակցիա ու ցանկացած ուրիշ այլ վիրահատություն։ Ես գիտեմ, որ նաև յուրաքանչյուր դեպքում բժիշկը առաջնահերթ տալիս է եւ կոնսուլտացիայի ժամանակ նախապատվությունը տալիս է արդյոք հնարավոր է վիրահատությունից զատ ստանալ այդ արդյունքը, որից հետո նոր անցնում ենք վիրահատությանը։ Միանշանակ դա կարևոր փուլ է, որը բաց թողնել չի կարելի, ինչի համար, որովհետև բուժառուն պատկերացնում է մեկ այլ տարբերակ, իսկ բժիշկը կարող է տրամադրել իրան մեկ այլ տարբերակ, որովհետև այդ ժամանակ հաշվի առնում մարդու օրգանիզմը մեզ ինչ է տալու այդ վիրահատությունից հետո։ Բուժառուն որպես բժիշկ չլինելով կարող է չպատկերացնի այդ ամենը, բժիշկի պարտականությունն է, որովհետև ինքը կարողանա ներկայացնել ճիշտ ու գրագետ տարբերակով, որ ինքը հասկանա այդքանը։ Ձեր խոսքը մեր պացիենտներին որպես միկրովիրաբույժ։ Անփորձանք կարևոր է ու հետևենք մեր առողջությանը, քանի որ առողջությունը դա ամենաթանկ հարստությունն է, որ մենք ունենք։ Այո, միշտ ասում եմ, հարգելի բարեկամներ, պարտադիր չէ իմանալ եւ նախատեսել, որ կա բժշկություն, բարձր զարգացած բժշկություն, պետք է ինքներս բարձր պահենք մեր առողջությունը, որից հետո նոր դիմել բժշկի։ Մեր հյուրն էր միկրովիրաբույժ եւ պլաստիկ վիրաբույժ Ավդալյան Նարեկը։ Հարգելիներս, կհանդիպենք մի փոքր անց, նույն թեմայով կշարունակենք մեր այլ մասնագետի հետ զրույցը։ Եվ այսպես բարեկամներ, շարունակում ենք մեր հաղորդումը եւ լիպոսակցիայի թեման շարունակելով հետեւյալ հարցն եմ ուզում ուղղել մեր մյուս մասնագետին, ինչպիսի ազգայացմամբ է կատարվում լիպոսակցիան։ Կախված զոնայից եւ ծավալից կարող են կատարել տեղային, սեդացիոն եւ ընդհանուր ազգայացման պայմաններում։ Շատ հաճախ մեր բուժառուները հարց են տալիս ինչքան կտևի վիրահատությունը, իհարկե այդ հարցը մի քիչ հարաբերական է, անհատական է, սակայն նույնպես ուղղեմ այդ հարցը ձեզ։ Իհարկե նորից կկրկնվեմ ասելով, որ կախված է զոնայից եւ կատարվող աշխատանքի ծավալից, ինչպես նաեւ հարկ եմ համարում նշել հետվիրահատական ընթացքի մասին, որը տևում է միջինում 2 շաբաթ, եւ հաճախ անհրաժեշտ է լինում կրել կոմպրեսիոն հագուստ 2 շաբաթից մինչեւ 1 ամիս։ Սա շատ կարեւոր պայման է այս վերականգնողական փուլը բարեհաջող անցնելու համար։ Եվ այսպես հարգելի բարեկամներ, մեր հերթական հյուրն էր Սոնա Հովհաննիսյանը, պլաստիկ վիրաբույժ, զրուցեցինք լիպոսակցիայի մասին, եղեք առողջ։ Ահա եւ վերջ, սիրելի հեռուստադիտողներ, այսքանով ամփոփում ենք մեր կիրակնօրյա եթերը, մենք գնում ենք հանգստի, ինչպես ասում են, դուք պատրաստվում եք ձեր աշխատանքային շաբաթվան, բոլորիդ նախ հաճելի կիրակի օրվա շարունակություն ենք մաղթում, իսկ հետո էլ իհարկե աշխատանքային բեղուն շաբաթ։ Այո, եւ իհարկե Դիանա, չմոռանանք մեր հովանավորներին, ում շնորհիվ մենք հանդիպում ենք մեր հեռուստադիտողի հետ ամեն շաբաթ եւ կիրակի, եւ դրանք են տուն դեպո խանութ սրահը, Dream Park հանգստի գոտին եւ իհարկե Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Առաջարկում եմ, որ իմ գործընկերուհին այժմ հիշեցնի այն հասցեները, որով կարող եք կապ հաստատել եւ նորից դիտել մեզ։ Երկիր մեդիայի յութուբյան եւ տելեգրամյան ալիքներ եւ Երկիր մեդիայի ու Բարև Երկրի ֆեյսբուքյան ու ինստագրամյան հարթակներ։ Առողջ եղեք, մենք ձեզ շատ ենք սիրում, կհանդիպենք հաջորդ շաբաթ։